Պարղազինյան առավոտից կտուր տեղեկություններ են հայտնում, դուք ինչ տեղեկություններ ունեք, ինչ է հայտնում։ Չեմ կարողանում հասկանալ գործելավոճը, հերթական անգամ խուզարկություններ, նորից կնոջ են բերման ենթարկել, մեր նախընտրական ցուցակում տեղ գտած մեր Հասմիկին Ամիրզադյան։ Մենք շատ նորմալ ենք մոտենում դրան, այնպես չի, որ չենք սպասում, ուղղակի դեռևս իշխանությունը չի հասկացել, որ այդ ամբողջը իրենց դեմ է աշխատում։ Ամեն մի այսպես իրենց կարծիքով վախեցրած մարդու հետևից 10 մարդ գալիս է։ Պարղազինյան, միտում տեսնում եք, որ այս բարեգործության արգելքը խախտելու հիմնավորմամբ կարող են ձեր կուսակցությունը չգրանցել առաջիկա խորհրդարանական ընտրություններին։ Ճիշտն ասած, անգամ իրենց դեպքում մի քանի անգամ նշել եմ, եւս մեկ անգամ ասեմ, Անդրկովկասի երկրորդ բռնապետի տիտղոսին հասած մարդը անգամ չի կարող այդ ջոխությունը իրեն թույլ տալ, որովհետև ուժեղ Հայաստան չգրանցելը նշանակում է ընտրությունները իրականում դնել կասկածի տակ, ամբողջ աշխարհի կողմից։ Ինչի համար, որովհետև չեմ կարծում, որ Հայաստանի երկիրն է, որ իշխանության ձգտող ուժին, այսինքն 50+1 ամենայն հավանականությամբ, այսպես էլ լինելու է, ուժին ուղղակի չթողել մասնակցել, այդ դեպքում ոնց են պատասխան տալու այդ 50% մարդը կամ չգիտեմ ինչ որ տոկոս մարդը ինչ է անելու այդ դեպքում։ Ուղղակի իրենց կարծիքը իրենց օգտին ծառայեցնելու մասին է խոսքը։ Ինչ վերաբերում է սարքելուն, իրենք դրա մասնագետն են, ամեն ինչ էլ կարող են սարքել, բայց արդեն ոչ հավատացողը կա, անգամ դատարանները նույն Զանգովի արդարադատության սկզբունքով չեն կարողանում գործել, որովհետև որևէ հիմք չկա։ Պարղազինյան, այնուամենայնիվ, եթե չգրանցեն կուսակցությունը, ինչ քայլեր կանեք, ինչ այլընտրանք։ Ունենք բոլոր տարբերակներին պատրաստ ենք, բոլոր տարբերակներին հակազդելու միջոցները ունենք, ուղղակի հասկանալի պատճառներով այս բանը չեմ կարող նշել։ Պարղազինյան, այս ցիկլը արդեն կրկնվող է, ոնց որ դարձել, հա, 2 օր առաջ էր, հիմա եւս ու արդեն մարդկանց քանակը շատանում է, թիվը շատանում է, որոնց բերման են ենթարկում, փորձում են այդ մարդկանց այսպես մի քանիսին, հա, ձեզ տպավորություն չկա, որ մի քանիսին ուզում են այնուամենայնիվ փակի տակ պահել ու դա հիմք դառնա որպես որ ընտրություններին արգել են ձեզ մասնակցել։ Խնդրեմ, իսկ որն է խնդիրը, թող պահեն, ինչքան ուզում են, թող պահեն, բայց որոշել են կանանց պահեն, չեն հասկանում, որ ուժեղ Հայաստանում կանայք են շատ ուժեղ եւ ընտրակաշառքների վերաբերյալ ուղղակի մեր ժողովուրդը շատ ճիշտ արդեն սկսել է գնահատել նույն ընտրակաշառքներով, գիտեք, տարեկան բյուջեի հաստատման ժամանակ գումար չունենալով կենսաթոշակները բարձրացնելու համար ընտրություններից 2 ամիս առաջ բարձրացնում են, հələ մի հատ էլ ասում են, դե միշտ չես կերել, այս բարձրացված թոշակով կուտես, դրանից լավ նախընտրական կաշառք կարող է լինել եւ ամենակարևորը, որ անգամ Սամվել Կարապետյանից այսպես շակերտների մեջ խլած հեծում են ընտրակաշառք բաժանում աշխատավարձ բարձրացնելով իր հաշվին, իր շահույթի հաշվին, իր գումարների հաշվին։ Եթե այդքան ազնիվ են, թող ես չեմ սիրում ընդհանրապես մեզ մեղադրանք ներկայացնելուց ասեմ, բա դուք էլ ես եք արել, բայց ոչ մի այսպես տրամաբանության մեջ դա չի տեղավորվում։ Պարղազինյան, հասկանալի է, որ գնալով ճնշումները մեծանալու են, սրանք դեռևս պրոլոգն են եւ դուք ինչպես եք պատկերացնում ձեր պայքարի հեռանկարը, եթե այս մեթոդներն են ընտրվել։ Հիմա տեսեք, ռեպրեսիվ միջոցները կիրառելուց հետո անգամ ապրիլ 11-ի հանրահավաքը տեսել ենք բոլորս, երևի թե իրենց իշխանության օրոք եղած ամենամեծ հանրահավաքն էր Ազատության հրապարակում, որևէ ձև չենք պատկերացնում, բոլորս էլ պատրաստ ենք եւ ազատազրկման, եւ իրենց հետ կռիվ տալու, այսպես քաղաքական առումով։ Չեմ կարծում, որ կլինի մարդ, որին տանելուց կամ ազատազրկելու վախի դեպքում մեր կողքին չի լինի։ Տեսակ, որ բոլորը հետ են վերադառնում շարքեր։ Պայքարը չի մարի, եթե օրինակ հենց ղեկավար կազմից սկսեն թիրախավորում անել, բացի Սամվել Կարապետյանից, օրինակ երկրորդ, երրորդ դեմքերի։ Խնդրեմ, մենք պատրաստ ենք, նորից եմ կրկնում։ Սամվել Կարապետյանի տարբերությունը իրենց առաջնորդի ժողովրդին չթողեց փախավ։ Առաջինը ինքը գնաց նստեց։ Իսկ դա արդեն նշանակում է, որ մեր ժողովուրդը տեսել է ղեկավարի կամքը եւ հիմա էլ տեսնում է անգամ ղեկավարի կամքը պայքարելու համար 1 միլիարդանոց ընկերություն կորցնել, 6 ամիս ազատազրկման
ուրեմն կալանավայրում, մոտարապես արդեն 4 ամիս տանը, տնային կալանքի տակ, այնպես որ պրոցեսը շատ նորմալ գնում է, այստեղ զարմանալու ոչ մի։ Շատ կզարմանա, եթե իրենք այսպես ոչ մի ընթացք չտային որևէ բանի մեր հետ կապված։